մենք տեղահանված եք, հասկացաք, բայց դե մենք այստեղ ոչ գրանցում են, ոչ մի բան տենց նորմալ իրավունքներ չունենք։ Ինչի հիմա ես պիտի ունենամ Փախստականի տուն։ Ես 88 թվականից տեղափոխվել եմ Բաքվից, գիտեք, շատ լավ դեպքերի պատճառով, լավ կյանքից տեղափոխվել եմ Արցախ։ Այնտեղ եմ ունեցել Փախստականի տուն, որովհետև մի պետությունից տեղափոխվել եմ մի պետություն, տարբեր ազգերի պետությունից։ Հիմա նույն պետության մարդիկ էլի տեղահանված։ Թեկուզ եկել եք, բայց դժվար թե հույս լինի, որ ասենք ինչ-որ բան կանել։ Ինքը ասել է Արցախի թեման փակված է, հա, ապա էլ ինչ։ Ինքը տենց է որոշել, ինքը ինչ ուզում է շարժման թեման առընկերական շարժումը ինչու իհարկե օրինակ որպես լրագրող ինչ է կարծում Սյունիքը կմնա Հայաստանի կազմում թե Սյունիքն Արցախը վերջացավ սկսեց Սյունիքը, հետո Գեղարքունիքը, նույն Արցախի բախտին են արժանանելու, խեղճ Սյունիքի մարդիկ։ Ինչու են ինչու են հաստատում իշխանությունները Բա իրենց դա ձեռնատու չէ, իրենց ձեռնատու չէ, որ իրենք ինչ-որ մի բան ասեն, որ հիմա էլ Հայաստանի Հանրապետությունը նույնն է, ոնց որ Ստեփանակերտում էր գյուղերում իր կրակոցները, հետո հերթ այդ գյուղերը հանձնեցին, վերջում են լրիվ Ստեփանակերտը։ Ասում են թողել եք, եկել եք։ Էդի հասկացող մարդ է ասում, թողել եք, եկել եք, չեք կռվել։ Հա, գոնե որ դուք շատ կներեք, ձեզ չեմ ասում, եթե այստեղի ապրողները մեր Արցախի եղբայրական գերեզմանոցը չեն տեսել, գոնե ձեր եռաբլուրը տեսած կլիներ, ավտոբուսով, մեքենաներով անցնելիս տեսած կլիներ, այդ եռաբլուրը ովքեր են այնտեղ Էլի տղաներ, որոնք մահացել են Արցախի համար։ Հո մենակ իրենք չեն կռվել Արցախից։ Բա մեր եղբայրական գերեզմանոցը։ Չեք իմանում, գոնե տվեք, ինտերնետով նայեք։ Միահաճին քաղաք է այնտեղ ապրել եղբայրական գերեզմանոցը։ Չեք կռվել։ Ես կարող եմ լավ կյանքից ես դուրս գամ։ Նենց վախենալով, որ իմ ամուսինս չի անցնելով, իմ եղբայրս չի անցնելով, իմ եղբոր երեխաները մնալու են ճանապարհին։ Որտեղից եք, որ մարդիկ Ստեփանակերտից։ Հիմա մարդիկ խոսում են, բայց չեն հասկանում ինչ են խոսում։ Շատ կներեք, որ դուք լինեք, դուք ձեր տնից դուրս կկատնեք, գնաք Նիկուդա, նիզվեսնես, կգնաք 30 տարի տուն տեղ եք դնել, ամեն ինչ արել եք, արդեն մեր ծերությունը ապահովել եք, հիմա եկել եք այստեղ, ինչի պես աշխատում եք ամբողջ օրը, որ մի բան անես, մի բանի հասնես։